Ռուս հյուրերը Երևանի փողոցներում նորից շատացել են։ Դաշնությունից եկողները հիմա ուկրաինական պատերազմի մեկնարկի մեծ հոսքի համեմատ քիչ են, բայց այցելուների նկատելի ավելացում ունենք։ Ըստ զբոսաշրջության ոլորտի թարմ տվյալների ամսվա կտրվածքով մոտ 40%-անոց աճ։ Իրենք կանխատեսել էին, որ Մերձավոր Արևելքում լարվածության ֆոնին ծոցի երկրներ ճամփորդել պատրաստվողների համար Հայաստանը կարող է նախընտրելի ուղղություն դառնալ, հիշեցնում են Կենտրոնական բանկում։ Այն հիպոթեզը, որ դրա մի մասը այն մարդիկ են, որոնք չեն գնացել Եգիպտոս, Դուբայ, Իսրայել նույն ու Հայաստան են եկել, այդ մեծ հավանականությամբ այդպես է։ Հարևան Իրանում ռազմական իրավիճակի սրման հետ գլխավոր դրամատան ֆինանսիստները մեր տնտեսության համար նաև ռիսկերի մեծ խումբ էին առանձնացրել։ Վատատեսական սցենարները բարեբախտաբար չիրականացան, ասում են, տարածաշրջանից փողի փախուստ, որ չեն ֆիքսել։ Որ կապիտալը տարածաշրջանից դուրս գա, այդ թվում Հայաստանից, մենք նման դիտարկում այս պահին չունենք ու մենք այդ մասով մեղմացրել ենք մեր խոսքը։ Հերթական բրիֆինգը վերաֆինանսավորման տոկոսադրույքի ճշգրտման առիթով է։ Մայիսյան նիստում բանկի ղեկավար խորհուրդն այն նորից ամփոփող 6.5% թողեց, աշխարհաքաղաքական անորոշությունները շատ են, պատճառաբանությամբ։ Էներգակիրների գներն աճել են, հայտնի չէ Հորմուզի նեղուցում իրավիճակը երբ կհանգուցալուծվի եւ դրան ինչպես կարձագանքեն ֆինանսական միջազգային հարթակների ազդեցիկ խաղացողները։ Ինչ մնում է դրամավարկային քաղաքականության վրա ազդող տեղական գործոններին, գնաճն արագացել է։ Շինարարության ու ծառայությունների ճյուղի հաշվին բարձր տնտեսական ակտիվությունը շարունակվում է։ Բացի այդ, Հովհաննես Խաչատրյանի ձևակերպմամբ սոլիդ ներքին պահանջարկ ունենք։ Մարդիկ հիպոթեկով գնած տունն են կահավորում, արձակուրդ հանգիստ պլանավորում եւ այլ ծախսեր անում։ Միջին եկամուտները ավելացել են, խնայողությունները ավելացել հասել էին մաքսիմումի նախորդ եռամսյա 23% նայում, հիմա մի փոքր ներքև է իջել, հնարավոր է խնայողություններից սպառում տեղի ունենա, նաև հյուրանոցներ, ռեստորաններ, ծառայությունների հատվածում գնաճը մեզ արդեն բերում է նրան, որ հնարավոր է ինքը շարունակի կայուն ներքին պահանջարկ ապահովել։ Գլխավոր դրամատանն ի դեպ անհանգստացած չեն Պեկի կողմից վերջերս բավական հաճախ բացահայտվող կանխիկ փողի ճամպրուկներից։ Դոլարի փոխանակելու նպատակով Հայաստան բերվող ռուբլին, ասում են, տարադրամի մեր շուկայի վրա առանձնապես ճնշում չի գործադրում։ Այս պահին մեր մոտ արտառոց բան չկա մեր աշխատանքային ռեժիմում։ Երկրի ֆինանսատնտեսական միջավայրի վրա առայժմ գոնե չի զգացվում նաև նախընտրական տրամադրություններին սովորաբար բնորոշ գործարար պասիվությունը։ Բիզնես պլանների դանդաղում կամ ծրագրերի հետաձգում այս փուլում չի նկատվում, վստահեցնում է բանկի փոխնախագահը։ Մենք տեսնում ենք շատ խոշոր մի քանի նախագծեր տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, որոնք ընթացքի մեջ են։ Մենք տեսնում ենք, որ ֆինանսական կազմակերպությունները այդ ծրագրերի մասնակցության վարկավորման տեսանկյունից հապաղում չունեն։ Այդ իմաստով շատ ներդրումային ակտիվության պակաս մենք մակրոթվերով չենք տեսել, ներդրումները բարձր են եղել։ Վերաֆինանսավորման հաջորդ ճշգրտումը հունիսի 16-ին է։ Երմինե Բաղդասարյան, Արտակ Գևորգյան, լուրեր։